Կադանս անսամբլը նշում է երկու անսամբլների համատեղ գործունեության 1 տարին և այդ արդիվ փետրվարի 15-ին ժամը 12:30-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի շենքի ջեմասրահում տեղի կունենա ամփոփիչ համերգ, որը կամփոփվի շփումներով արտիստների հետ, արվեստի շուրջ զրույցներով, ինչպես նաև վիզուալ անակնկալներով, ֆիլմերի, հոլովակների և սլայդների տեսքով։ Այդ ամենի մասին մենք կխոսենք մեր այսօրվա հյուրի հետ, Կադանս պարախմբի մենակատար Նարեկ Զոհրաբյան, բարի լույս։ Բարև ձեզ։ Կուլիսներում մի փոքր զրուցեցինք, բայց այսպես նաև մեր հանդիսատեսի հետ եւ մոտ խոսենք փետրվարի 15-ից ինչ է սպասվում, ինչպես կարող են գալ։ Տոմսարկղ կետերում են վաճառում տոմսերը, ֆանտաստիկ, ցերեկույթ է լինելու, այսպես ասած, որովհետեւ մենք նշելու ենք մեր մի տարին համատեղ աշխատանքի ու ֆորմատը նման չի մյուս ֆորմատներին, որոնք մենք ունեցել ենք, օրինակ օպերայի մենահամերգին եւ այլն, այս պարագայում լինելու է անմիջական շփում հանդիսատեսի հետ, ժողովրդի հետ, միգուցե նույնիսկ մենք դիմավորենք, միասին զրույց ունենանք եւ այլն։ Կա անակնկալ ֆիլմ, որը նույնիսկ ես չեմ տեսել, մեր համար էլ անակնկալ, միասին ենք դիտելու։ Վերջում կլինի անակնկալ նաեւ հանդիսատեսի համար։ Կլինեն մեր լավագույն համարները, որոնք այս մի տարվա ընթացքում ենք ունեցել, ունենք նոր համարներ, որոնք պետքա ցույց տանք ու քանի որ ջեմասրահում է լինելու, մարդկանց հետ կոմունիկացիան շատ sense անմիջական է լինելու, մի հարթության վրա, մի հարթակում, շատ հետաքրքիր ֆորմատ է, իմ համար ճիշտն ասած նորություն է, համենայն դեպս ես չեմ տեսել նմանատիպ ֆորմատ, ու ինձ թվում է դա մարդկանց հետաքրքիր կլինի, անմիջական մասնակիցը լինելու է այդ արվեստին։ Ինչպես է ընտրվել հենց այս ֆորմատը, օրինակ, ոչ թե երեկույթ, այլ ցերեկույթ, ջեմասրահում, ինչու են այս ձևաչափով։ Նման ֆորմատի որոշումներն ու միտքը Ասատրունին Նենկալաշյան, իմ լավ ընկերը, մեր տնօրենն է, ու ռեժիսորը նաև, քանի որ մեր ընդհանուր արած աշխատանքն է նաև ոչ ֆորմատով ոչ մնացածին նմանվող, այսպես ասած, նաև այս որոշումներն է կայացվում այդպես, որ չգիտեմ, ունենանք մեր ձեռագիրը ու լինի դա ինչ-որ նորովի նոր ներկայացած, որ պարտադիր չի մի ժամը 7-ին խցանումներով հասնել ինչ-որտեղ պարտադիր համերգ նայելու, հա, այլ կա նաև այս տարբերակը, որ առավոտյան հնարավորացել ու դուրս գալ արվեստի մեջ, լսել լավ երաժշտություն ճաշակով, տեսնել հետաքրքիր բառեր, հուսամ լավ բառեր նաև կհավանեն, ու սա էլ նորություն է, որովհետև ինքը այդ անմիջական օրը նաև հնարավոր է ոչ միայն երեկոյան խիստ դեմքերով, այլ նաև sense հաճելի միջավայրում անցկացնել։ Նոր մշակույթ եք մի խոսքով ուզում բերել նաև այցելության։ Փորձում ենք նոր մտքեր ունենալ, փորձում ենք դուրս գալ այդ ռամկաներից, այսպես ասած, ու փորձել ինչ-որ նոր բաներ, որովհետև դա էլ է ժամ, էլի, դա էլ է հնարավորություն տանից դուրս գալու, օր ունենալու համար։ Քանի որ համատեղ գործունեություն ենք նշում, խնդրեմ մի փոքր անդրադառնանք Կադանսին առհասարակ, խմբին, իր տարիների գործունեությանը, որտեղից սկսվեց, ուր եք հիմա հասել։ Վայ, ուրեմն մեր վիրտուոզ երաժիշտները, ովքեր իմ համար sense ամենահայ լեվելի երաժիշտներ են, իրանք 25 տարուց ավել Ես եղել եմ նրանց համերգներին Կասկադում։ Մենք պարող ունենք, որ իրանց անսամբլից է փոքր տարիքով, էլի։ Դե իրանք ֆանտաստիկ դեմքեր են, իրանք միջազգային շատ լուրջ ֆեստիվալների մասնակից, մրցույթների հաղթող ու իրանց արած ամեն աշխատանք, որ sense ուղղակի փորձերի ժամանակ չգիտեմ, մինչև այսօր զարմանում ենք, նույն գործը կարանք 100 անգամ լսենք ու ինքը մեկը ապշեցնում, հա, թե ինչքան են իրանք իրենց գործը սիրում, ինչքան իրանք երիտասարդ այդ ամեն ինչով, ու ոնց է դուր գալիս այդ իրար այդ խաղեր անել, այդ ինչ որ արագացնել, դանդաղացնել եւ այլն։ Իրանք տեն շատ լեգենդար դեմքեր են, ու մենք ունեինք Կադանս անսամբլ պարային, որը անում էր զուտ պարային ֆորմատի, ու եղավ որոշում միացնել այս երկու անսամբլը, որովհետեւ իրանք չէին աշխատել առածրագի պարողների հետ ու մեզ շատ հետաքրքիր էր կենթանի երաժշտությամբ ու ունենալ իրանք ունեն նաև հեղինակային աշխատանքներ, ունենալ սեփական երաժշտությամբ աշխատանք։ Ուղիղ 1 տարի առաջ եղավ այդ որոշումը, ուղիղ 1 տարի առաջ մենք կազմակերպեցինք հավաքույթ, որ ժամանակ զամոթացանք, սկսեցինք պլանավորել մեր տենց գալիք տարին։ Բոլորը շատ մտերիմ ու հարազատ մարդիկ են, ովքեր շատ երկար տարիներ միասին շփվում են ու այստեղ առաջնահերթ արվեստի մեջ ինչ-որ նոր հետաքրքիր ներդրում ունենալներ ու միասին մի հարթակում լինելը։ Ու իմ կարծիքով իրար կարևոր գրավականներից մեկը այդ էր, որ ստացվեց, որտեղ այլ բան չէր հետապնդվում ոչ մեկի կողմից։ Բոլորս կարոտած իրար սպասում ենք, փորձի գնանք եւ այլն, որտեղ այսօրվա այս թողոբոյի մեջ մենք չենք հասնում շփվել, ընկերություն անել, այսպես ասած, ու սա եւս մի հնարավորություն էր, ու երբ որ մենք ունենալով տենց
2 տասնյակից ավել է գործունեություն արվեստում եւ այլն, փորձեցինք միացնել այդ մեր փորձը, մի հատ հետաքրքիր ինչ-որ բան ստանալ, ու տենց ստացվեց, ինձ թվում է հաջողեց, որովհետեւ 10-ից ավել մենահամերգներ ենք ունեցել Մեծ մաս օպերային թատրոնում, 2 օրկեստրով, բացի մեր օրկեստրից նաև կար կամերային երաժշտական այդ օրկեստրը օպերայի Վարոն Դուրգարյանն էր չափ տալիս, իսկ այդ տենց իմ համար մեծ պատիվ էր ու ինքը ֆանտաստիկ փորձառություն էր, էլի։ Ինչ է նախատեսվում 2026-ին։ Օրինակ դուք ամփոփեցիք տարին, իսկ ինչ նորություններ են լինելու, այսպես փետրվարի 15-ով բացումը անում եք, կարևոր, ես վստահ եմ, որ կհաջողեք դեռ երիտասարդներ կունենանք հանդիպելու, իսկ ինչ է լինելու 26-ին, ինչ նախագծեր կան։ Մենք արդեն ունենք նախատեսված մենահամերգ մարտի 11-ին օպերային թատրոնում, եթե չեմ սխալվում, հուլիսին օրը հիմա չեմ հիշի, արդեն էլի ունենք պլանավորած համերգ օպերային թատրոնում, բայց քանի որ մենք հավաքվեցինք ընկերական շրջապատում ու ինքը ստեղծվեց մի հատ մեծ ֆորմատի աշխատանք, ես կարծում եմ, որ շատ ավելի ինքնավստահ կարող ենք այս նոր տարվա մեջ արդեն պլանավորել, արդեն կան պայմանավորվածություններ եւ հիմա ընթանում են այդ process-ը, կոմունիկացիայի, միջազգային տուրնեների, արդեն ունենք առաջարկներ արտերկրից, այնտեղ համերգային ծրագրով ներկայանալու չեմ ուզում առաջ ընկնեմ, արդեն 2 մենամերգ միանշանակ պլանավորած կա, երրորդն էլ կա պլանավորած, ուղղակի օրը էլի չեմ հիշում, ոնց որ ունենք մենամերգներ հստակ պլանավորած, որը մեր ֆորմատի շարունակությունն է լինելու, արդեն նոր ծրագրով, նոր պարով, նոր երաժշտություններով, բայց նաև զուգահեռ քննարկվում է երկրից դուրս մեծ համերգային տուրնե ունենալը, էլի, ու ինձ թվում է մի տարվա երկրից դուրս համերգներով։ Մեր անսամբլով կոնկրետ չէ, միասին ունեցել ենք, բայց դեռ մեր անսամբլը չի եղել ու ոնց որ առաջարկները շատ են։ Երիտասարդ խումբ եք դեռ ունեք ճանապարհացնելու։ Հա, մի տարեկան ենք մենք, նոր սկսում ենք քայլել, այսպես ասած, չնայած որ այնց շատ մեծ քայլերով վազում ենք, իմ տեսակետից իհարկե։ Իմ համար գրանդիոզ պլաններ են, եթե անկեղծ, ուղղակի չեմ ուզում առաջ ընկնեմ, որովհետև այնց ամեն ինչ կախված է ակնթարթից, պահից, մենք չենք որոշում, էլի, հնարավոր է հաջողի, հնարավոր է չէ, բայց իմ համար 100%-անոց ստացվող երևույթներ է, էլի։ Կարևորը դրան հավատում եք։ Միանշանակ։ Մենք գնում ենք դրան, էլի, դրանք նպատակներ են, որոնք պետք է ուղղակի հաղթահարեն, չէ, բան չկա հասնելու։ Ինչու՞ է հանդիսատես օրինակ եւ դրսում եւ մեզ մոտ խոսեցիք մենահամերգներից, ով է ձեր օրինակ այդ հիմնական կոնտինգենտը կա, հիմնական հանդիսատես, որոնց արդեն այսպես դեմքով ճանաչում եք։ Ունենք իհարկե մարդիկ մեր կրթության նախարարությունից, որ մշտական այցելում են ու միշտ ուզում են ներկա լինել, չնայած ծրագիրը տեսել էին, օրինակ նմանատիպ ծրագրին նորից են մասնակցել եւ այլն ու ես կարծում եի, որ սիգմենտը կլինի 40+ գոնե, որովհետև այնտեղ տանգոյի երաժշտություն է, վայլսա, հետո կադանց երաժշտական անսամբլին ճանաչում էին դե արդեն շատ վաղուց, ու այդ մարդիկ տենց մեծացել էին իրանց հետ, բայց դիսոնանս կար տարիքային, որովհետև ունեինք 15-16 տարեկան տենց երիտասարդներ, որ եկել էին ու տենց մինչև 50-60 տարեկան բոլոր տարիքային մարդկանց ոմանք ապշած էին, որ պարկ է իրանց հետ ու իրանք չէին տեսել համերգները պարային, հա, այդ պարողների մասնակցությամբ, ոմանք էլ եկել էին պարողներին տեսնելու, որովհետև մեզ էին ճանաչում ու այդ կենթանի երաժշտությունը ու ճանաչեցին այդ լեգենդար մարդկանց, լսեցին իրանց աշխատանքը ու տենց բոլորը արձագանքը շատ լավ է եղել, ճիշտ ասած, մենք ամեն անգամ հանդիպում ենք ֆոյեում, շփվում ենք համերգից հետո, իսկ ինքը համերգը չվերջացավ, բոլորս գնացինք տուն, մենք պարտադիր միջանցքում հանդիպում ենք, հա, շփվում ենք այդ ամենի մասին։ Արձագանքները ու ասեմ չկան միանման արձագանքներ, որ շատ լավ էր, օրինակ լույսերը ձեր համերգի հետ, հա, ինչ-որ լուծումների հետ կապված առանձին քննարկումներ լինում, երաժշտության հետ առանձին, ունենք առանձին սոլո համարներ, որոնք օրինակ մարդիկ ասում են շատ լավ է, որ մի զույգ ներկայացրեց այդ, օրինակ եթե 4-ով լինեիք, հնարավոր է այդ էմոցիոնը տենց չլիներ, ու արդարացված է իմ կարծիքով ամեն ինչ, որովհետև շուտ ամեն դետալ մարդիկ տեսնում են, էլի, հետեւաբար ենթադրում եմ, որ թե ռեժիսորական տեսանկյունից, թե մեր արած աշխատանքից ամեն ինչ ստացված է, եթե մարդը նկատում է օրինակ վարակույրի փոխվելը համարի ժամանակ կամ լույսի փոխվելը համարի ժամանակ, հետեւաբար ասելիքը տեղ հասել է, մարդ նկատել է ու ընկալել է։ Ըստ էության երկխոսությունը կա հանդիսատես եւ բեմի գտնվողների ու դրանից շահում է հաստատ դուք որպես մասնագետ այլ դիտանկյունից եք գուցե նայել, հանդիսատեսը լրիվ ուրիշ արձագանք ներկայացնել, սա հրաշալի է շփումները։ Մենք անում ենք այն ինչ մեզ հոգեհարազատ է ու փորձում ենք նոր բան բերել, հա, այսինքն որովհետև մենք երբևէ չենք ունեցել
նմանատիպ անսամբլ թե պարային, թե օրկեստրի հետ համագործակցող, ովքեր տանգո են ներկայացնում, արգենտինյան տանգոյի ճյուղերն են ներկայացնում, ու սա նոր բան էր ու առասարակ Հայաստանում իմ կարծիքով նոր բան սկսելը մի քիչ շատ ռիսկային եւ վտանգավոր է, էլի։ Այս պարագայում, քանի որ արձագանքը եղավ բավականին intense լայն, լավ, ինձ թվում է հաջողվեց ու դրա համար ոնց որ վստահություն էլ կա առաջ գնալու, օրինակ փորձել նմանատիպ երեկո ոնց որ ցերեկոներով, որը կլինի փետրվարի 15-ին, կարծում եմ, որ նմանատիպ էքսպերիմենտները եթե հաջողում են, ուրեմն ճիշտ ճանապարհով են գնում, պետք է շարունակել էլ։ Ինչ է սպասվում այդ օրոնեք, ինչ խաղացանկ է, այսպես ճակերտավոր ասված։ Ունենք հեղինակային երաժշտություններ մեր անսամբլից, ունենք պիացոլա երաժշտություններ, տարբեր տեսակի, տարատեսակ տանգո երաժշտություններ ունենք։ Երաժշտությունները հետաքրքիր ստացվեց, որ մենք ինչ երաժշտություն ընտրում էինք, որ փորձում էինք դրատակ բեմադրել, նախ մեր անսամբլը ուներ արդեն նվագած այդ գործը, ունեին իրանց լուծումներով, ունեին նոր առաջարկներ, որոնց տակ սկսեցինք բեմադրել։ Մենք ունենք հաջողած, նախ ունենալու ենք նոր համար պրեմիերա, որով բացումը կանենք, ունենք անհատական համարներ ամեն զույգից, որով մենք ներկայացել ենք ու այցեքարտը դարձել, դրանք եւս կներկայանա։ Փակումն ենք հետաքրքիր մեր ամենահայտնի պարերից մեկը Լիբերտանգոն, որոշել ենք այլ կերպ մատուցել ու ոչ թե բոլորով կպարենք սկզբից մինչև վերջ, այլ անհատական ամենահատվածը ցույց կտանք փակման արարողության ժամանակ։ Ու արդեն փակման արարողությունից հետո ասում եմ անակնկալ կլինի, որովհետև տենց հաճելի անակնկալ կլինի հանդիսատեսի համար, հետո կունենանք երևի երկար շփում, որովհետև այդ անմիջականությունից հետո ուղղակի ասել ցտեսություն խոնարհվելու դուրս գալ մի քիչ սխալ է, որովհետև թե մենք ենք ուզում այդ մի տարին ոնց որ նշել, թե այն հանդիսատեսով ներկա կլինի, իրեն գիտակցելով են գալու, որ գալիս են տոն կիսելու այդ օրը, հա, ոչ թե լուրջ համերգ նայելու, այլ համերգային ծրագիրը անկախ ամենից լուրջ է լինելու, բայց թե սկզբում, թե վերջում իրանք ուղակի մասնակիցն են լինելու մեր տոնին ու մեր հետ կիսելու են այդ օրը։ Նարեկ, նաև դասավանդում ես դու, ինձ փոքր ոչ դասախոսական գործունեության մասին, ամեն դեպքում հետաքրքրում է երիտասարդների հետաքրքրվածությունը այդ պարերին, այդ Կարիբյան, այսպես ասած, ավազանի քիչ առաջ խոսում ենք մենք երազում, ինչ է Կարիբյան ավազանի պարերը, լսեցինք, իմացանք։ Քանի որ ես իրան չեմ փորձի մասնագիտական ներկայացնում, քանի որ դրանք պարեր են, որոնք ուղղակիորեն ուղղորդում են երաժշտությունից ու դրա համար պետք չի շատ լուրջ մասնագիտական պատրաստվածություն, ես կարամ օրինակ գծեր, ընդհանուր գծեր գտնեմ մեր ազգային պարերի մասով։ Մենք եթե տեսել եք գյուղվնդները, որ դեռ գյուղերում պարում են, այնտեղ պարում են ամենափոքրից մինչև գյուղի ամենամեծը, հա, ու դրա համար պետք չի ինչ-որ տեխնիկական պատրաստվածություն, հա, մկանային ճշգրտություն։ Իրանք սովորում են դրանք առօրյայում երգերը եւ այլն։ Այդ նույնը պատկերացրեք գալիս է Կարիբյան ծոցից, ուղղակի իրանք 20 տարին, հա, տենց 12 ամիս 24 ժամ ամառ են ապրում, ծովափ, իրանք երաժշտությունները թեթև արվածային գործիքներ, գիտար իսպանական, հա, ու այդ իրանք տրամադրությունը, այդ երաժշտության մեր դե մենք ավելի sense հստակ, բրուտալ մեր ազգը պայելով, գորալով, չար ազգին, չար այդ թշնամիներին քշելով, չար ոգիներին վանելով, հա, քերծերը այդ սարերը անցնելով կարեցին, ամբողջ մշակույթը պարով երևում է։ Ու երբ որ մարդիկ ունենում են շատ դասաժամեր, դասական պարից, ազգագրական պարից, տարբեր ոճերից, որտեղ պետք է իրանք զգված լինեն, ֆիքսվեն երաժշտության վրա, մկանի ճիշտ աշխատանքի վրա, գալիս են լսարան կամ դահլիճ, որտեղ պետք է լսեն երաժշտություն, ուղղակի թեթև շարժվում են։ Իրականում շատ հաճելի է իրանց, բայց նաև շատ անսովոր է, որովհետև չի կարելի 20 տարի հա մարդուն ասել վեր սենց դա մասնագիտությունն է պետք է հստակ լինի, մենք խաչեր ունենք, որ պետք է ցույց տանք եւ այլն, ու ինչ-որ տեղ եք մտնում, ասում են որ թեթևացեք ու հիմա սկսում ենք շարժվել, որտեղ սենց է կարելի, հա։ Այնպես որ փետրվարի 15-ին հենց այս տակտերի մեջ կարող եք գնալ եւ ոչ թե երեկոյան, այլ թարմ ուժերով առավոտյան։ Այսպես մենք լսելուց ու սուրճը վայելելուց հետո գնալու մտնել հետ վալենտինյան տրամադրություն, շունչը վայելելու։ Ձեզ հաջողություն, շնորհակալ ենք շատ, որ ձնառատ օրը գլորվել եկել հասել եք մեր հեռուստաընկերություն, ձեզ լավ օր։ Շնորհակալ եմ ձեզ։ Իսկ մենք քիչ հետո կդիմավորենք նաև մեր հաջորդ հյուրերին, իսկ մինչ այդ դադար։